Սա պարզապես Հռոմը չէ։ Նրա տարածքը լինելով ընդամենը 44 հեկտար, ավելի ազդեցիկ է, քան շատ երկրներ։ Ամենափոքր ինքնիշխան տարածքն աշխարհում, որը թերևս մարդկության պատմության մեջ ամենազորեղն է եղել։ Կենտրոնը, որտեղ ձևավորվել է քաղաքակրթության ճարտարապետությունը, որտեղից սկսել են պատերազմներ եւ կնքվել հաշտություններ, որտեղ վճռվել է արևմուտքի եւ երբեմն նույնիսկ ամբողջ աշխարհի ապագան։ Սա արևմուտքի կենտրոնն է, նրա մարգարիտը, Վատիկանը, բայց գոյություն ունի նաեւ արևելյան քրիստոնեության կենտրոն, որն շատ ավելի հին է եւ որն ունի անխզելի կապ բիբլիական Արարատի, հայկական լեռնաշխարհից մարդկության վերասկզբնավորման վայրի հետ։ Էջմիածին Ես Սուրեն Պետրոսյանն եմ, եւ այսօր ուզում եմ միասին ուղևորվենք մի ճանապարհորդության, ոչ հեռու, բայց խորը։ Այսօր մենք ավելի շատ հետևելու ենք, քան խոսելու, մտածելու ենք, քան լսելու Էջմիածնի մասին։ Այստեղ լռությունն ավելի կարևոր է, քան ցանկացած խոսք, եւ հազարամյակներ շարունակ բոլոր խոսքերից վեր աղոթքն է։ Երբ Էջմիածինը դարձավ հոգևոր կենտրոն, քրիստոնեությունը հայկական, հունական կամ հռոմեական չէր, այն միասնական ու անբաժանելի էր։ Դա մեծ պառակտումներին նախորդած ժամանակաշրջանն էր, նախքան աստվածաբանական վեճերն ու կրոնի ներսում քաղաքական սահմաններ դնելը։ Եվ հենց Արարատյան դաշտում հայ ազգը կատարեց իր հազարամյա ընտրությունը՝ լինել մեկ Աստծո հետ, լինել նրա հետ թե լավ եւ թե ծանր ժամանակներում։ Մեր անցած բազմաթիվ փորձությունները ապացույցն են այն բանի, որ մենք հավատարիմ ենք մնացել մեր ընտրությանը, սակայն դա պարզապես հավատարմության մասին չէ։ Սա հավերժական արժեքների մասին է, որն ընկած է ազգի եւ հասարակության համակեցության հիմքում, արժեքներ, որը երաշխավորում է ազգի կենսունակությունն ու հարատևումը։ Այս ընթացքում շատ քամիներ են եկել եւ անցել, աշխարհն է փոխվել, կայսրություններ են անհետացել քարտեզներից, սահմաններ են գծվել արյամբ եւ քաղաքակրթություններ են անկում ապրել, բայց Էջմիածինը մնացել է անսասան։ Եվ ընդառավոտս միաշապատում գանի գերեզմանն ընդարևագալն եւ ասեինց միմյա։ Սակայն Էջմիածնի կանգուն ու անսասան լինելու փաստը չպետք է դառնա մեզ համար մահացու մոլորության առիթ, եւ մենք որևիցե պարագայում չպետք է կարծենք, որ այն այդպես անսասան էլ կմնա, անկախ մեր վարքից, վերաբերմունքից եւ իհարկե անձնական պատասխանատվությունից։ Սա պատրանք է։ Այսօր թեև Էջմիածինը անսասան է, սակայն ապրում է իր 17 դարյա կյանքի ամենավտանգավոր պաշարման ժամանակաշրջաններից մեկում։ Սպառնալիքը այլևս օտար երկրներից եւ այլ ազգերից չէ, այն հենց ներսից է։ Սա հոգևոր պատերազմ է։ Ինքնության, հիշողության, քրիստոնեական առաքելության պատերազմը ընդդեմ ուրացման, սպառողականության եւ հարմարվողականության։ Մենք կամ արմատներն ենք, որ պահում են այս հողը, կամ քամին, որը դատապարտված է անհետացման, եթե մոռանանք, թե ով ենք մենք։ Եվ իրոք, ով ենք մենք։ Հաճախ մենք որպես սեփական ինքնություն համարում ենք այն, ինչը ուրիշները տրամադրում կամ պարտադրում են մեզ։ Մենք հարմարվել ենք քարտեզին, որ մեզ համար գծել են ուրիշները։ Մենք գիտենք Վատիկանը, Արևմուտքի կենտրոնը։ Մենք գիտենք Աթոս Սուրբ Լեռը, աշխարհից մեկուսացված վանականների կղզին։ Եվ մենք փառաբանում ենք Երուսաղեմը։
Բայց կա մի վայր, որը գոյություն է ունեցել նրանցից բոլորից շատ առաջ։ Արարատը։ Այն վայրը, որտեղ վերասկզբնավորվեց մարդկությունը։ Վայր, որտեղ կյանքը երկրորդ հնարավորություն է ստացել։ Հայ առաքելական Սուրբ եկեղեցին մեր ինքնության այն պատվարն է, որ համարձակվեց ասել ոչ, երբ մեծամասնությունը համաձայնեց։ Քաղկեդոնի 451 թվականի ժողովի մերժումը ոչ համառություն էր, ոչ էլ հերետիկոսություն, դա գերագույն հավատարմության քայլ էր։ Մինչ կայսրությունները փորձում էին վերաիմաստավորել Աստծուն, երկու բնությամբ բաժանել նրան, Էջմիածինը անսասան մնաց։ Մենք հավատարիմ մնացինք 431 թվականին Եփեստոսում տեղի ունեցած երրորդ տիեզերական ժողովի ուխտին։ Արևմտյան միտքը ցանկանում էր սահմանազատել աստվածայինն ու մարդկայինը, բայց մենք հրաժարվեցինք բաժանել Քրիստոսին։ Էջմիածինը կանգնեցրեց ժամանակը։ Նա դա արեց հավատքը պահպանելու իր սկզբնական առաքելական կանոնագրքով։ Եվ երբ աշխարհն ընտրեց զատման ուղին, մենք ընտրեցինք հաղորդության ուղին։ Միթե մենք հայտնվեցինք մեկուսացված իրավիճակում։ Հնարավոր է, բայց մենք մնացինք ամբողջական Աստծու հետ։ Էջմիածնի պատմությունը կենդանի մարդկանց կենդանի պատմությունն է, իսկ մարդուն բնորոշ է եւ ընկնելը եւ սխալվելը։ Հոգևորական զգեստը չի հերքում մարդկային բնույթը, եւ եկեղեցու պատերը չեն պաշտպանում մեղքից։ Այստեղ կան եւ մութեջեր, եւ թուլություններ, եւ սխալներ։ Մենք սա բնականաբար չենք թաքցնում, որովհետեւ Էջմիածնի մեծությունը իր սպասավորների անմեղության մեջ չէ, այլ այն փաստը, որ անկախ մարդկային բոլոր թուլություններից Էջմիածինը շարունակում է իր հոգևոր առաքելությունը։ Դա բարդագույն խնդիր էր, գրագիտություն ու հավատ տարածել տարբեր կայսրություններով սփռված հազարավոր լեռնային գյուղերում։ Հարյուրավոր վանականներ անտեսանելի ուխտով կապված Էջմիածնի հետ գնացին այնտեղ, որտեղից սովորաբար հեռանում էին։ Սասունի անմատչելի լեռներ, Համշենի թավ անտառներ։ Պատարագը միշտ մատուցվում էր, տարածվում էին Մաշտոցի գիրն ու քրիստոնեական վարդապետության հիմունքները։ Եվ այսպես շարունակվեց դարերով։ Բայց գոյատևումը նպատակ չէ, այն լոկ պայման է։ Լեռներում հողը պահող արմատները պետք է պտուղ տային այստեղ, Արարատյան դաշտում։ Մենք բոլորս հիանում ենք Կոմիտասով, ով մեր ազգային մշակույթի սահմանադիրն է եւ որի ուղին սկսվել է Էջմիածնից։ Սակայն մենք մոռանում ենք մի պարզ ճշմարտություն։ Յուրաքանչյուր մեծություն միշտ կանգնած է եղել հսկայի ուսերին, որի շնորհիվ կարողացել է տեսնել շատ ավելի հեռուն։ Եվ հենց այստեղ մայր տաճարի ստվերում է մնացել այդ հսկայի ճակատագիրը, որը անարդարացիորեն մոռացվել է։ Հովհաննես Հովհաննիսյան, 1864 թվական վաղարշաբաթ։ Հասարակ դերձակի որդի։ Թվում էր, թե նրա գագաթնակետը լավ արհեստավորի համբավն է։ Բայց նա եկեղեցական դպրոցից հասավ մինչև Մոսկվայի կայսրական համալսարան, ապա Փարիզ, Վիեննա եւ Լոնդոն։ Նա տեսավ Եվրոպայի շքեղությունը։ Նա կարող էր դառնալ այդ աշխարհի մի մասը եւ տարալուծվել նրանում։ Սակայն 1889 թվականին նա նախընտրում է վերադառնալ կավե վաղարշաբաթ։ Եվ նա միայնակ չի վերադառնում։ Իր ճամպրուկում նա բերում է Շեքսպիր, Գյոթե եւ Շիլլեր։ Մտնելով Գևորգյան ճեմարանի դասարաններ, նա կայացավ ոչ միայն որպես ուսուցիչ, այլ դարձավ նաև մտքի ճարտարապետ։ Նա իր մայրենի լեզվի անսանց տարերքին ավելացրեց եվրոպական երկաթե կարգապահությունը։ Եթե միայն այս պատերը կարողանային խոսել։ Պատկերացրեք այս տունը երեկոյան։ Սեղանի շուրջ նստած են նրանք, ովքեր այսօր մեր մեծերն են։ Պետք է շնորհակալություն հայտնել այս տունը պահպանող Քրիստինե Թորոսյանին, որի ջանքերի շնորհիվ է, որ այսօր նաև փոխանցվում է այս տան ոգին։ Եթե ցանկանում եք նորովի ընկալել Էջմիածինը, ապա այս վայրը շատ բան կբացահայտի ձեզ համար։ Էջմիածնի սրբազան նշանակությունը
կարևորում էին ոչ միայն հոգևորականները, թշնամիներն ու մշակույթի գործիչները, այլև զորավարները։ Կարևոր է նշել հայ ժողովրդի լեգենդար հերոս Անդրանիկ Օզանյանի մեկ դար առաջ կատարած քայլը, որի մասին կարող եք դիտել մեր 4 թողարկումները։ 1919 թվական, ապրիլ։ Հենց այստեղ մայր տաճար եկավ զորավարը Անդրանիկը, եւ ոչ թե Երևանի կառավարական կամ կուսակցական շենքեր։ Նա իր ջոկատը բերեց այստեղ, զինվորի կյանքում թերևս ամենադժվար քայլը կատարելու, զենքերը վայր դնելու համար։ Նա դրոշն ու սուրը հանձնեց ոչ թե նախարարներին, այլ կաթողիկոսին։ Ինչու՞, որովհետև զորավարը հասկանում էր պետականության ու հայրենիքի միջև առկա տարբերությունը, ժամանակավոր եւ հավերժական օրենքների տարբերությունը։ Հանուն ժողովրդի սկսելով իր ուղին արևմտյան Հայաստանի լեռներում, տասնամյակների մաքարումից հետո Անդրանիկն ավարտեց իր ուղին արևելյան Հայաստանի հովտում, իր ժողովրդին պատկանող գլխավոր վայրում, հազարամյա Սուրբ Տաճարում։ Այսօր Էջմիածինը պարզապես պատմություն կամ թանգարան չէ։ Սա լավ բնակեցված քաղաք է։ Այստեղ ապրում են հազարավոր ընտանիքներ։ Նրանց մեծ մասը խոյից ու սալմաստից այստեղ գաղթածների սերունդներ են, ովքեր թողել են իրենց բարեկեցիկ կյանքն ու վերադարձել իրենց արմատներին, հենց որ պատմություն ընձեռել է նման հնարավորություն։ Նրանք չեն վերադարձել հարմարավետ կյանքի ակնկալիքով, չէ որ այստեղ միայն ամայի հողեր էին։ Նրանք վերադարձել են, որ հայրենի հողում մայր տաճարի մոտ ամեն ինչ սկսեն նորից։ Ինչ է Էջմիածինն ինձ համար։ Այն բնականաբար միայն պատերը չեն։ Այն ինքնություն է եւ հոգեոր առանցք, կենսունակության եւ կենսասիրության աղբյուր։ Էջմիածին այն վայրն է, որտեղ Կոմիտասը սկսել է իր հոգեոր ուղին։ Սա այն վայրն է, որտեղ Խրիմյան հայրիկը Մանթաշյանցի հետ միասին վերականգնել է տաճարի վեհությունը։ Նրանք քաջ գիտակցում էին, քանի դեռ այս պատերը կանգուն են, կանգուն կլինի նաև Հայաստանը։ Սա այն վայրն է, որտեղ ամենաճակատագրական պահերին վճռվել է մեր ապագան։ 1918 թվական։ Թշնամին արդեն մատույցներում է։ Կաթողիկոս Գևորգ 5-րդին առաջարկում են լքել տաճարը։ Նա հրաժարվում է։ Նա մնում է ժողովրդին ոգեշնչելու Սարդարապատի ճակատամարտի համար։ Նա կատարում է իր առաքելությունը, որպես հովիվ ոչ թե փախչել, այլ կանգնել եւ առաջնորդել մինչեւ վերջ։ Սա այն վայրն է, որտեղ խորհրդային ծայրահեղ սահմանափակումների պայմաններում Վազգեն առաջին կաթողիկոսը ապացուցեց, որ նույնիսկ երկաթե վարագույն անզոր է քրիստոնեական հավատքի եւ հոգեոր ձգողականության դեմ։ Այսպիսով, Էջմիածինը հայկական քաղաքակրթության սուրբ առանցքն է։ Եվ չնայած այսօր Էջմիածնի առջև ծառացած բոլոր մարտահրավերներին եւ սպառնալիքներին, մենք եզրափակում ենք մեր միտքը Պողոս առաքյալի խոսքերով, որովհետև ոչ ոք չի կարող այլ հիմք դնել, բացի դրվածից, որը Հիսուս Քրիստոսն է։ Ձեզ հետ է Սուրեն Պետրոսյանը։ Եղեք ոգով ուժեղ եւ մինչ նոր հանդիպում։